Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ այս պահին ես ուզում եմ նախ առաջնայել շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար նախապատրաստել եմ տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակից հետո անցնում եմ շատ կարևոր թեմայի մասին թեմա ներկայացնել եթերում։ Ինչի մասն է խոսքը կիմանաք րոպեներից, բայց այս պահին տեսահոլովակի պրեմիերա։ Երբ հնչում է մեղեդի գիշերվա մթության մեջ ինչ ժպտում են աչքերը սուզվելով աչքերիս մեջ բարձրանում են բաժակներ լի սիրով ու կարոտով ու լսվում է ողջ աշխարհը քողը մայքով Աշխարհս քեզ սերադից դու միակն ես այս աշխարհում հոգիս քեզ է դնչում քո աչքերիսով սեր է կաթում քնքշորեն այտերս շոյում սիրելիս քոն է սիրս ու հոգիս աշխարհս քեզ Կարնես քո ձեռքերին ու ամուր գրկած դու գասես սիրո խոսքեր որ սրտում են քո պահված շուրջ բոլորը սաղիկներ մեր սիրո բույրով լցված իմ ողջ սերը թող լինի քեզ Աշխարհս քեզ սերադից դու միակն ես այս աշխարհում հոգիս քեզ է դնչում քո աչքերիսով սեր է կաթում քնքշորեն այտերս շոյում սիրելիս քոն է սիրս ու հոգիս աշխարհս քեզ դու ինձ սիրելիս քոն աշխարհս քեզ դու ինձ
21 TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը շատ հետաքրքիր թեմա ունեմ եւ ես երևի թե այն անհատներից եմ, որ միշտ սիրում եմ առաջինը ներկայացնել եւ ասեմ, որ 21 TV հեռուստաընկերությունը ունի բավականին հետաքրքիր նորություն։ Դրա համար ունեմ ընկերուհի, որ ինձ մոտ արդեն տաղավարում է եւ մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալել եմ Տրոյա Կրեդո ընկերության հիմնադիր նախագահ Դիանա Մարտիրոսյանին։ Ձինջան, ողջույն։ Ողջույն։ Զգացիր չէ, արդեն քիչ-քիչ ես է ուզում բացահայտել ինչա լինելու 21 TV եթերում։ Նախ ոնց ես։ Շնորհակալ եմ, շատ լավ եմ, մանավանդ երբ որ տաղավարում եմ լինում քո մոտ հյուր, որովհետև ամենակարևոր բանը հեռուստաընկերությունից չհեռանալն է ինձ համար, իսկ տաղավարում հյուր լինելը այդ ամենալավ առիթն է։ Ես կարող եմ եթերում բարձրաձայնել ասել, որ Ակոպովնան ամեն բան արեց, որ երկար տարիների աշխատող հեռուստաընկերության դեմք Դիանա Մարտիրոսյանը հայտնվի նորից եթերում։ Ասո որ ես ունեմ իմ լուման։ Մենք խոսել ենք էլի այդ մասին, ես շնորհակալ եմ քեզ այդ լումայի համար նույնիսկ, բայց պետք է ասեմ, որ նաև էքսկլյուզիվություն ունես առաջինը ներկայացնելու, թե առաջին եթերի ազդարարը, թե այդ հաղորդման մասին բոլոր փակագծերը բացելու հնարավորությունը։ Դե բացիր փակագծերը Ձինջան։ Ինչ է սպասվում մեզ։ Սպասվում է բացահայտել Հայաստանը իր բոլոր քաղաքներով, իր բոլոր մանր անկյուններով, որոնք որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության մարդկանց համար բացահայտված չեն։ Մենք այդ շատ լավ առիթ ունեցել ենք բացահայտելու նկարանող խումբը։ Հիմա այդ առիթը կունենա նաև մեր հեռուստադիտողը, մեր հայրենակիցները եւ այն հյուրերը, ովքեր պետք է հյուր գան Հայաստան։ Ֆայթոն նստած կանցնեմ նորից Իմանկության Ճանապարհը մեզ տանում է Աստծոց հրաշք խնդրողների համար ամենաազդեցիկ ուխտատեղին։ Տաշիրցում արտասիրությունը, տաշիրցու հյուրասեր լինելը, այնուհետև տաշիրի գործտրիկ գեղեցկությունը, հենց տաշիրի բոլոր անկյունները իմ համար հաճելի են։ Մասի այցեկարտը հենց մասիսն է և մասիսցինն է, իր հյուրասիրությամբ և հյուրընկալմամբ, մեր ճգնախ տեսարանը դեպի Մասիս Սար, մեր Սուրբ Թադեուս եկեղեցին է։ Այսինքն չբացահայտված Հայաստան վերնագիրը ունի ինչ-որ չափով խորհուրդ։ Բնականաբար ունի։ Եվ տենց թեմա տեղ կա, որ դու ինքդ բացահայտում ես ծրագրի շրջանակներում։ Բնականաբար, եթե մենք չունենանք այդ բացահայտումը, թեկուզ փոքր բացահայտումը, մեր հաղորդումը կհամարենք ոչ լիարժեք արդեն։ Այո, յուրաքանչյուր համայնքում մենք ամեն ինչ անում ենք, որ գտնենք բացահայտենք ու ամենակարևորը նաև որ հենց քաղաքի ու համայնքների բնակիչները շատ դեպքերում չեն իմանում այն փոքր գաղտնիքի մասին, ինչ որ մենք բացահայտում ենք։ Եվ երբ ենք արդեն հայտնվում եթերում, ապրիլի 25-ին ազդարարվում է առաջին եթերը, մենք բավական երկար ժամանակ նկարահանումներ էինք անում, որովհետև եթերաշրջանը պետք է ամեն դեպքում պատրաստ լիներ։ Ահա, պատրաստ ենք եթերաշրջանը։ Այո, պատրաստ ենք եթերաշրջանի, պատրաստ ենք մի հատ sense շատ սիրուն համայնքների աստղաբույլի, որ պետք է ներկայացնենք ու պատրաստ ենք արդեն նշելու նաև մեր կազմակերպության տարեդարձը, որը որ հենց համընկնելու է եթերի առաջին եթերի հետ։ Ապրիլի 25-ին լրանում է Տրոյա Կրեդոյի ծնունդը։ 18-ամյակ։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս ընկերության հետ կապ են ունեցել, վստահ եմ հենց հիմա շատ-շատերը կշարունակեն մեկնաբանություններ գնել, շնորհավորել, որովհետև չես դադարում Տրոյա Կրեդոն ծաղկացնել, այո։
Եթե հիմա մեզ դիտում են շատ համայնքի ունեք ղեկավարներ, չգիտեմ, ազդեցիկ դեմքեր, այսպես, այնպես շատերին հետաքրքրեցին օրինակ մեր ծրագիրը, հա, որ պետք է լինի։ Կարող են գտնել Դիանա Մարտիրոսյանին, հա, Եվ հրավիրանել։ Դիանա Մարտիրոսյանը հեշտ է գտնել եւ Facebook-յան եւ Instagram-յան էջում, վստահ եմ ծրագիրն էլ կունենա երևի թե իր էջը։ Այո, իհարկե։ Ակոպովնային էլ գտնեք, ես ձեզ բոլոր հարցերում կօգնեմ։ Իսկ ես քո թույլտվությամբ ուզում եմ ասել նաեւ ոչ միայն այն, որ բավականին ուրախ եմ, որ դու այն հեռուստաընկերությունում ես, որտեղ որ նաեւ ես եմ։ Իմ ընկերները կարող են երազանք պահել նաեւ հեռուստադիտողների երկու դինաների մեջտեղում։ Եվ ինձ համար շատ հաճելի էր, երբ որ ես գիտեմ, որ դու շատ դեմքերի գիտես, ովքեր որ բավականին ազդեցիկ են իրենց ձայնով, բայց իմ ընկերուհին իմ ընտրեց իմ ձայնը, այսինքն ծրագրի ընթացքում։ Եվ երբ որ ես առաջին անգամ ծրագիրը իսկապես արդեն պատրաստի տեսա, անկեղծ ասեմ, այդ ծրագիրը նայել եմ մի քանի անգամ, ու դրանից հետո ուզում եի հասկանալ, թե իսկապես ինչքան պատմողական է ծրագիր է ու ես ամեն բան անելու եմ, որպեսզի իմ ձայնը լինի հասանելի եւ ձեր մտքերը եւ իմ աջակցությունը նույնպես։ Ձին իսկ մի հարց, բացի այս ամենից կա ինչ-որ նորից թեմա, որ հնարավոր է դու սկսես։ Նոր պրոյեկտ։ Այո։ Առաջիկայում բնականաբար կան մտքեր, բայց քանի դեռ մենք նկարահանումներ ենք իրականացնում Հայաստանով մեկ, ես չեմ ուզենա ինչ-որ 2-3 պրոյեկտ միախառնվեն, դրա համար մենք այս պահին միայն չբացահայտված Հայաստանով կզբաղվենք, ու նաև ամեն ինչ կանենք, որ այդ բացահայտումները դառնան տուրիստական ուղղություններ, որովհետև ամենակարևոր բանը ոչ թե նկարելու բացահայտելն է, այլ դրանից հետո այդ տեղերը մարդկանցով լցնելը, որովհետև մենք իսկապես շատ հետաքրքիր ու շատ պատմական տեղեր ենք բացահայտում ու ափսոս կլինի, որ մենք դա թողնենք ուղղակի էկրաններին ու վերջ։ Հիանալ է, բայց Տրոյա Կրեդոն ես չեմ վախենա, կասեմ, որ տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվում է, չէ՞։ Դե մենք հələ ամբողջ տարին մեր դիմացն է, հույսով եմ առաջինը մենք կիմանանք, թե ինչ է սպասվում։ Ես խոստացել եմ, որ այդպես կլինի։ Շատ լավ։ Ձին, իսկ դու պատրաստ ես իմ բլից հարցերին։ Միշտ։ Երկար չմտածես։ Բացահայտենք նաև Դիանա Մարտիրոսյանին իր ներքնաշխև թեթև։ Որ ծաղկինս քեզ նմանեցնում։ Ձինա, երկար չմտածես։ Լանդիշի։ Ինչու։ Չգիտեմ։ Երկար չմտածեցի։ Շատ լավ։ Սև թե սպիտակ։ Սև։ Դարը թե քաղցր։ Դարը։ Աստված իմ, սուրճ թե թեյ։ Թեյ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոկտեյլ։ Փող թե սեր։ Սեր փողի հետ։ Ապրես։ Քաղաք թե գյուղ։ Երկուսն էլ հետաքրքիր են։ Եթե մի քանի տարի առաջ հարցը տայիր, Դիանա, երևի ես կպատասխանեի, որ քաղաք։ Հիմա կարելի է մտածել մի քիչ։ Համաձայն եմ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ Ցանկալի է ոչ հոկեբանի, ոչ ընկերուհու։ Դու քո մեջ։ Առհասարակ խնդիրներ չլինեն։ Հա, լավ բան է, լավ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ ձմեռ աշուն գարուն։ Լուրջ ես ասում։ Այո։ Ես չգիտեի, որ դու ցուրտը սիրում ես։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Ծնողների կենաց։ Ապրես։ Հայկական թե այլ խոհանոց։ Բազմազան խոհանոց։ Շատ լավ։ Դու հիմա ասուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Ես հիմա շնորհակալ եմ լինում։ Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի։ Տղամարդիկ կմնան պարտված։ Այո, ուզրոյացված։ TV թե հեռախոս։ Բնականաբար TV։ Վերջի այս հարցին հույսով երկար չես մտածի, նախընտրած հեռուստաղորդավարուհի։ Դե քանի որ քո դիմաց եմ նստած ու քո հյուրն եմ, բնականաբար դու, բայց առհասարակ ոչ թե հաղորդավարուի, այլ հաղորդավար ես խենթանում եմ Պոզների համար։ Դուրս եկանք արդեն սահմաններից։ Շատ լավ։ Ձին, ես ուզում եմ իմանալ դու որպես հոբելյար ինչպիսին ես։ Քանի որ ես որպես ընկերուհի գիտեմ, բացահայտված տարբերակները, ես ում դու հեռուստադիտողին ֆորմատը չխախտելու համար տեսակներ ասեմ, ընտրես, ասես որն է քոնը։ Մարտով սիրում է ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը։ Մարտով չի սիրում տեսակ մեկ ուսանում տխրում է այդ օրը եւ կինով տուն ընտանի կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չլինի այդ տարի մի բան կկազմակերպի։ Մարտ ով ծննդյան օրը արդեն մտածում է 1 տարի հետո իր հաջորդ ծննդյան օրվա մասին։
Dress code-ներ, տենց ամեն ինչ։ Ես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը ու ուզում եմ որ բոլոր մարդիկ իրանց ծնունդը սիրեն այնպես ինչպես ես եմ սիրում։ Շատ լավ, դե քանի որ ես գիտեմ ինչպիսին ես դու սիրում, ես ի դեպ հեռուստադիտողներին ներկայացնելու եմ փոքրիկ հատված։ Ձին եւս մեկ անգամ բոլոր այն հեռուստադիտողների համար ովքեր որ նոր են մեզ միացել, տեղեկացնենք, որ ապրիլի փաստորեն 25-ին 21 TV-ին ունենում է եւս մեկ շատ հետաքրքիր պատմամշակութային ծրագիր։ Պրեմիերա, այնպես որ չբացահայտված Հայաստանը Դիանա Մարտիրոսյանի օգնությամբ եւ որպես հիմնադիր եւ որպես մտածող պրոդյուսեր ամեն ինչը մեկտեղում կներկայացնի, ես վստահ կարող եմ ասել, որ այս ծրագիրը շատ է տարածվելու համացանցում եւ նաեւ արտերկրում Սփյուռքի ամենասիրած մասնիկն է լինելու։ Ես իմ ընկերուհուն հաջողություններ մաղթեմ։ Գիտես կպայթեի մեջտեղից, որ առաջինը ես ցույց չտայի չասեի սրա մասին։ Եվ չգիտեմ ինչու ինձ թվում է, որ այսօր եթերից հետո ես ու դու մի բան մտածելու ենք, որպեսզի կարողանանք ոնց դու միշտ տարել ես ծնունդը Տրոյակրեդոյի, ինչ որ տենց մի ազդեցիկ միջոցառում, արի մտածենք մի բան անենք եւ դա եթերում ցույց տանք։ Ես մի գաղտնիք բացեմ, մենք կմտածենք միասին բնականաբար, բայց մի գաղտնիք բացեմ, ես Տրոյակրեդոյի ծնունդը այդ շուքով ու այդ դրսևորումներով ուզում եմ նշենք 20-ամյակը, որովհետև 10-ամյակին խոստացել եմ 20-ամյակը նշել։ Իսկ տարեվերջին մենք անպայման կամփոփենք Կրեդոյի տարին, իր բոլոր գործընկերներով, իր բոլոր պոտենցիալ ու ոչ պոտենցիալ գործընկերներով եւ անպայման նոր նախագծերի հիմք կդնենք տարեվերջին։ Հիանալի է։ Ես քեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ, որ կաս իմնես իմ կողքինս եւ արդեն նաեւ 21 TV-ն է արգակներս քեզ։ Շնորհակալ։ Իսկ այսքանից հետո դուք արդեն հասկացաք, որ 21 TV ներկայացում է եւս մեկ նոր, քեր հզոր չեմ վախենա ասել, նախագիծ, որը բավականին հաճելի է լինելու նաեւ դիտելու համար, լսելու համար եւ ինչու ոչ նաեւ բացահայտելու համար։ Միջև մազես հետ Դիանա Մարտիրոսյաններ եւ ձեր Ձինա Ակոպովնան ինձ փնտրեք 21 TV եթերում բարինան ձեզ։ Հիշում եմ մեր սիրո այգում նստած, ինձ քո տված սիրուց աչքերս թած, երբ ինձ ասել ես քեզ դարձել եմ թանկ, որ ինձանից բացի էլի ինչ աշխարհ ինչ կյանք, դու ինձ ասել ես ամեն անեմ ես, հիշում ես ասացիր սիրում եմ քեզ, որ քո միակն եմ էլ չկա ինձպես, որ իմը կլինես, բայց դե արի ուտես սերս տարա, սերս վարան, սիրտս արար, հեռու տարա, սերս տարա, հեռու տարար Ինձ քեզ հերվում տեսնել դժվար է շատ Ասես հաշվեմ աստղերը ես հաթար Ասես պիտի հիշեմ քեզ անընդհատ Որ արցունքները իմ հոսեն գնան կատ-կատ Չեմ դադարել ես
բայց դե